Պարոն Գնազարյան, տեսեք ինչ վիճակ է ստեղծվել Փարաքյարում։ Ընտրությունների նախաշեմին հնարավոր է, որ կրկին իրավիճակը լարվի, կրակոցներ հնչեն, որովհետև նույն դերակատարներն են ընտրապայքարում։ Նման մտահոգություն ձեզ մոտ կա եւ ինչ է արվում դա բացառելու համար։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ նման մտահոգություն չունեմ ես, իսկ նույն մարդկանց ասել, ես այդ կրակոցների հետ ընդհանրապես դուք գիտեք, որ կապ չեմ ունեցել, մի տեխնացուն ես եմ ու մնացածի հետ կապված էլ բոլոր տեղեկությունները դուք ինքներդ ունեք, ես ամեն ինչ անելու եմ, մենք, այսինքն ոչ թե ես, մենք մեր թիմով ամեն ինչ անելու ենք, որ լինի խաղաղ ընտրություններ, ուղղակի պետք է որ ժողովրդի ձայնը լսելի լինի, բոլորս էլ պետք է համակերպենք, որ այո, մեր երկրի տերը մեր ժողովուրդն է, մեր իշխանության ձայն տվողը, իշխանություն որոշողը ժողովուրդն է ու համակերպենք այդ մտքի հետ։ Եթե բոլորս սենց մտածենք, կարծում եմ, որ չի լինելու ոչ մի խոչընդոտ, ոչ մեկին ոչ մի նեղություն չի լինելու։ Բայց սկանդալի կենտրոնում դուք հաճախ եք հայտնում, օրերս էլ եւս ավտովթարի, եթե չեմ սխալվում, այդպիսի մի դեպք է եղել։ Ուրեմն ասեմ, դրա հետ կապված ես եւս տվել եմ հարցազրույց մեր գործընկերներին, ձեր գործընկերներին, իմ մեքենան կանգնած, Nissan Magnish-ի մեքենան եկել խփել էր Opel-ին, Opel-ը եկել խփել էր իմ մեքենայի դռանը։ Հիմա որ առաջանանք, տեստեք, ուզենաք տեղը գտնեք, չեն կարա։ Ուղղակի լուսաբանելու բան չի եղել, երևի էդի տենց գրել են, որպեսզի քաղաքականացնեն, ասեն, որ Փարաքարի ղեկավարը նորից սկանդալի կենտրոնում է ու տենց։ Տեխնացուներից մեկը ասաց, որ պետք է այնպիսի մարդ լինի, նկատի ունենալով, որ նախկին ղեկավարները չպետք է լինեն, որպեսզի վենդետաները այլևս վերջ տրվեն Փարաքյարում։ Արդյոք կարծում եք, որ ձեր մասնակցությունը չի նորից թարմացնելու այդ վենդետան։ Ուրեմն ոչ մի վենդետայի մեջ ես ինքս չեմ եղել, ես ընդամենը կառավարման մեխանիզմի մեջ եղել եմ 4 ամիս, որպես համայնքի ղեկավար, 4 ամիս հետո բոլորիս հայտնի այն դեպքը, որ ես պատահաբար հայտնվել էի այդ տարածքում, որտեղ որ պետքա չհայտնվեի, բայց ինչ-ինչ պայմաններում դարձավ նենց, ոնց որ դարձավ։ Ու իմ հետ կապված ոչ վենդետա, ոչ նախկին ինչ-որ մեկի հետ գժտվացություն, ոչ թշնամություն, ոչինչ չկա ու հաստատում եմ չի էլ կարող լինել։ Ես մինչև համայնքի ղեկավար լինելը, դրանից առաջ տեղական լինելը, իմ առաքելությունը եղել է ծառայել համազգեստով իմ հայրենիքին, իմ սահմանին 16 երկար ու ձիգ տարիներ ծառայած մարդը, ով սահմանի արժեքը գիտի, կարծում եմ գիտի նաև սահմանից ներս գտնվող իր հայրենակցի, իր բնակչի, իր քաղաքացու սիրելը, իր քաղաքացուն հարգելը, նրա հետ կոմպրոմիսի գալը։ Տեսեք, դուք ծառայության մասին եք ասում, դուք հիմա այնպիսի թիմին եք ներկայացնում, որը տարբեր տեսակետներ է հայտնել տարբեր ժամանակահատվածներում եւ շատերի մոտ դա տպավորություն է ստեղծել, որ զինվորականների գործը նսեմացնում են եւ նաեւ Արցախի հետ կապված իրավիճակը որպես զինվորական դուք ինչպես եք գնահատում հիմա քաղաքացիական պայմանագրի ժամանակ տեղ ունեցավ այդ հանձնումը, դուք այդ թիմում ձեզ նորմալ եք զգում, կոմֆորտ է ձեզ համար։ Ուրեմն ձեզ որպես զինվորական ասեմ, սկսած 2006 թվականի աշնանից երբ ես անցել եմ ծառայության, այսինքն ժամկետային զինծառայությունը ավարտելուց հետո եկել եմ, անցել եմ սահմանապահ զորքերում ծառայության, իմ առաքելությունը եղել է սահման պահելը, սահմանը ամուր պահելը, սահմանից ներս ոչ մի թշնամի, ոչ մի գործակալ ներս չթողելը։ Իսկ մնացած հարցերի պատասխանները դուք ինձանից լավ գիտեք, կխնդրեմ նման հարցերով իրար հետ չշփվենք, որովհետև ոչ թե եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ արդյունքում է հանձնվել Արցախը կամ ոչ թե Արցախը հանձնվել է, այլ մեր բնակիչները ստիպված տարանվել են, եկել են արդեն իսկ Արցախից եկել են Երևան ու տարբեր մեր շրջանները, այլ դա եղել է այդ պատերազմի արդյունքում, որը որ իշխանությունների լինել չլինելությունը կապ չունի։ Եղել է պատերազմ, որտեղ Ադրբեջանը ավելի ագրեսիվ գտնվեց, որի արդյունքում ունենք այն, ինչ այսօր ունենք։
Իհարկե կռվեցինք, մեր ընկերներն էլ են կռվել, ես էլ եմ այդ ժամանակ գործողություններին մասնակից եղել, փառք այն տղաներին, ովքեր հենց հիմա մեր հետևի լուսատախտակում են, մենք գյուղից ունենք զոհեր, փառք ու պատիվ իրանց։ Ու դրանից առաջ էլ առաջի պատերազմին էլ Արցախյան շարժման ունեցել ենք մարդիկ, ովքեր պայքարել են, կռվել են, իրանց ընտանիքի անդորը նժարին դնելով հայրենիքի պաշտպանության գործը ավելի թանկ համարելով գնացել են, կռվել են, պահպանել են սարմանը։ Ես ինքս էլ պատրաստ եմ եղել, պատրաստ եմ, Աստված մի արածցե։ Բայց ունենք այսօր այն, ինչ ունենք։ Լավ։ Եվ վերադառնալով ընտրություններին, պարոն Նյազարյան, տեսեք, նորից նախկին համայնքապետը եւս Դավիթ Մինասյանը եւս տեխնատություն է դրել եւ շատերի մոտ տեսակետ կա, որ քաղաքացիական պայմանագիրը վստահ չէ, որ մեծամասնություն է կազմելու եւ նորից կոալիցիաների նպատակով է նրա առաջադրումը եղել։ Թե Դավիթ Մինասյանի, թե մյուս տեխնատությունների հարգում են բոլորի իրավունքները, դրանք դա իրանց իրավունքն է, ոչ մեկ չի կարող։ Մենք ապրում ենք այն երկրում, որ ոչ մեկ չի կարող մեզ վրա բռնանալ, իսկ ինչը վերաբերվում է քաղաքացիական կուսակցության մտավախությանը, այո, ոչ, ես հերքում եմ ձեր ասածը, որովհետև քաղաքացիական պայմանագիրը չունի նման մտավախություն, իդեմս իր տեխնացուի, որովհետև մենք այս ժամանակահատվածում կարողացել ենք ու արել ենք աշխատանքներ, որը բնակիչը տեսել է, որի գնահատականը բնակիչը կտա ու չունենք որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու ինչ-որ միտում կամ նպատակ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 51 եւ ավել տոկոսով հաղթանակ է տանելու, համոզված եմ ձեզ էլ հրավիրելու ենք, կգաք, կլուսաբանեք, միասին էլ կնշենք մեր հաղթանակը, շնորհակալություն։ Մեր արած գործերու ու ժողովրդի արդար գնահատականով։ Այսինքն կարծում եք, որ քաղաքացիական պայմանագիրը նման վստահություն ունի Փարաքարում եւ իր համայնքներում։ Չեմ կարծում, համոզված եմ։